Քանզի ոչ ընդ օրինոք, այլ ընդ շնորհոք։ Սիրելի հավատացյալ քույրեր եւ եղբայրներ, այսօր Հայաստանյայց առաքելական մեր Սուրբ Եկեղեցու հայրերը այնպես են տնօրինել, որ Սուրբ գրքի այն հատվածը ընթերցվի, ուր մեր Տերը Հիսուս եւ իր աշակերտներից Պողոսը խոսում են օրենքի մասին, ասելով այլևս օրենքի տակ չենք, այլ շնորհի։ Մատթեոսի 12-րդ գլխում Հիսուս իր աշակերտների հետ շրջում էր շաբաթ օրով եւ աշակերտները քաղց զգացին, պոկեցին արտի մեջ գտնվող հասկերից կերան եւ արժանացան օրվա հրեական փարիսեցիական համայնքի նկատողության, թե Աստուծո օրենքը չեն պահում քո աշակերտները վարդապետ եւ խախտում են այդ օրենքը։ Եվ Հիսուս հանդիմանում է ասելով, որ օրենքը մարդու համար է։ Ուրեմն աշակերտները, սիրելիներ, քաղցած էին խաղաղության, քաղցած էին սիրո, քաղցած էին հանդուրժողության, քաղցած էին հաշտության, քաղցած էին ներումի, եւ այդ քաղցն է, որ նրանց հագեցրեց Հիսուս իր խոսքով, որպես քաղցր ճաշակ։ Օրենքը Աստուծո կողմից սահմանվեց, որպեսզի մարդկային մեր կյանքը ներդաշնակ լինի, կազմակերպված լինի։ Սակայն մարդիկ, ինչպես շատ մյուս բաների մեջ, ծայրահեղացան նաև օրենքի կատարման մեջ, տառը եւ կարկասը պահելով, սակայն բովանդակությունը եւ ոգին մեկտին դնելով։ Եվ ժամանակների մի հատվածում Աստուծո միածին որդին, մեր Տերը եւ Փրկիչ Հիսուս Քրիստոս եկավ աշխարհ շեշտելու, որ այդ օրենքի ոգին եւ բովանդակությունը ավելի կարեւոր է, եւ շեշտեց, որ այլևս մենք, ինչպես Պողոս առաքյալն էր այսօր հռոմեացիներին ուղղված նամակում ասում, ազատված ենք մեղքից, որովհետև շնորհի որդիներ ենք։ Երեկ Հայաստանյայց մեր եկեղեցին հիշատակեց Սուրբ Ներսես մեծ հայրապետի տոնը։ 4-րդ դարում ապրած մի մեծագործ հայրապետ, որ լուսավորչի պարթևական տոհմից էր եւ մեր եկեղեցու մեծագույն բարեփոխիչն էր, որը մեծարվեց մեծ մականվամբ։ Ինչ արեց, ինչ կատարեց Սուրբ Ներսես մեծը։ Գնաց իր ժողովրդի կարիքների ետևից։ Հիվանդանոցներ եւ անկելանոցներ հիմնեց խնամելու համար իր ժողովրդին, Աստծո խոսքը տարավ իր ժողովրդին, գնաց մխիթարեց կարիքավորին, կազմակերպեց մեր եկեղեցին վանական իմաստով, կարգապահության իմաստով, օրենքների իմաստով եւ այդ ամբողջության մեջ Հիսուսի եւ իր հիմնած եկեղեցու
առաքելությունը հայացրեց և հաստատեց։ Ինչ արեց հայ եկեղեցին հայ ժողովրդի կյանքում 2000 և ավելի տարիների ընթացքին, եթե ոչ դարձյալ իր ժողովրդի հոգևոր կարիքները բավարարելու աստվածահաճո առաքելությունը ստանձնելով, ավետարանը դարձնելով իր նշանաբանը, խոսեց եկեղեցին իր ժողովրդին արդարության, մաքրության, սրբության և ճշմարտության մասին։ Խոսեց եկեղեցին, որ մեր ազգի կյանքում պատահած պատմության մեջ ամեն տեսակի արհավիք, մարտիրոսություն, դժվարություն, փորձություն հաղթահարվում է Տիրոջ հարությամբ և հաղթանակով։ Ուրեմն մահվան հաջորդում է հարությունը, ցեղասպանության էլ անգամ հաջորդում է հաղթանակած և վերապրած սփյուռքը։ Ուրեմն սիրելիներ, օրենքը Աստուծո կողմից հաստատվեց, որպեսզի մենք հասկանանք, ճանաչենք և ճաշակենք Տիրոջ շնորհը, սիրո շնորհը։ Օրենքը վերածվում է շնորհի և մեր կյանքում և առօրյայում սեր է հայտնվում։ Սիրով շնորհը դառնում է Քրիստոս։ Քրիստոսով Աստուծո ներկայությունն է, որ մեր միջից ճառագայթում է մեր կյանքում և առօրյայի մեջ։ Մենք ամենքս ծառայում ենք այդ շնորհին։ Մենք որպես համեստ հաջորդը մեր երանելի երկու և արժանավոր երրորդ Ավստրալիա և Նոր Զելանդիայի հայոց թեմի առաջնորդների պիտի այդ նույն առաքելությունն ստանձնենք, հասնելով, հաստատելով, զորացնելով ազգային մեր ոգին, ազգային մեր հաստատությունները, հայ դպրոցը, հոգևոր կենտրոնները, եկեղեցական ամբողջական մարմինը, հոգևոր խոսքի կարիքավորներին հասնելու առաքելությունը, Սուրբ Հոգու շնորհը պետք է հովի նման փչի մեր սպասավորների ծառայությամբ դեպի մեր հոգիների, մեր հավատացյալների հոգիների ակունքը, որպեսզի կենդանացնի այն անզգամ հոգիները, որպեսզի մխիթարի այն վիրավոր սրտերը, որպեսզի զորացնի և վերականգնի այն հավատքի կասկածանքը, որ երբևէ մեր կյանքում պիտի լինի։ Քրիստոս պիտի գործի իր Սուրբ Հոգու շնորհով։ Այդ է մեր ծառայության առանցքը կազմելու, ինչպես մեր եկեղեցվո առաքելությունն է եղել, կա և միշտ պիտի մնա։ Մի պատմություն եմ ուզում պատմել, մի հովիվ նշանակվում է մի նոր համայնքում ծառայության։ Գնում է այդ համայնք պատարակելու։ Առաջին պատարակի ժամանակ դառնում է իր հավատացյալներին և ասում է. ես այս և այս առաքելության եմ կանչված, սակայն ես երկու լուր ունեմ ձեզ,
Մեկը լավ, մեկը վատ։ Ուրեմն որը կուզեք, որ առաջինը ասեմ։ Վատը։ Իհարկե բոլորը ասում են նախ լավը ասա ուրախանանք։ Ուրեմն ասում է, որ ես ծառայության եմ եկել, որպեսզի ձեզ համար ծառայեմ եւ Տիրոջ խոսքը որպես մարմին եւ արյուն Տիրոջ սեղանի առջև միության խորհրդի մեջ ձեզ բոլորին հավաքեմ եւ այս եկեղեցու մեջ պայծառացնեմ։ Այս եւ այն ծրագրերը պիտի իրականացնեմ, այս եւ այն քայլերը պիտի անեմ, այս եւ այն պրոժեկտները պիտի անեմ եւ ասում եմ Տեր այն հասկացանք, իսկ վատն ուրը որն է, ասում է այդ ամենը պիտի անեմ ձեր մասնակցությամբ, ձեզ հետ միասին, ձեր ժամանակով, ձեր վաստակով, ձեր փորձառությամբ, ձեր նյութականով, ձեր ամենակարևորը ծառայության մասնակցությամբ։ Դուք սիրելի հայորդի հավատացյալ քույրերս եւ եղբայրներս, կանչեցիք ինձ այստեղ այս խոնար պաշտոնին ծառայության համար։ Աստված Տերս ինձ առաջնորդեց եւ Սուրբ Էջմիածինը վեհապար հայրապետի տնօրինությամբ ինձ ուղարկեց, առաքեց։ Դուք էլ պիտի օգնեք ինձ, որպեսզի միշտ ոտքի մնամ։ Երբ ծնկեմ եւ ծնկներս հոգնեն, ձեր ուժով, ձեր հավատքով, ձեր սիրով, նորից պիտի ոտքի ելնեմ եւ միասին քայլեմ։ Ես մենակս ոչինչ չեմ կարող անել, քանզի ինչպես Դավիթ մարգարեն իր Սաղմոսի մեջ է ասում, ես իմ ուժերը լավ գիտեմ, ես շատ տկար եմ այս ծառայության, բայց զորավոր եմ, երբ ունեմ այսպիսի սիրո համայնք, այսպիսի միավորված ընտանիք, երբ միասին կարող եմ քայլել բոլոր տեսակի փորձությունների եւ դժվարությունների միջից, որ անպայմանորեն պիտի պատահի մեր կյանքում։ Եվ մենք ամեն անգամ, երբ մահվան մեջ լինենք, անմիջապես փյունիկի նման պիտի հառնենք միասին։ Երբ կորուստ ունենանք անգամ, նոր վաստակով պիտի ձեռք բերենք ավելի առատ արդյունք։ Այս պիտի լինի աշխատանքով եւ ծառայությամբ, Աստուծո խոսքի վկայության ծառայությամբ։ Այս պիտի լինի մեր եւ ձեր իրական հոգեվոր հաղորդությունը, այն, ինչ մենք այսօր միասին ես եւ դուք ճաշակեցինք այս սուրբ պատարագի խորհրդի ընթացքում։ Մենք մեր կյանքում երջանկության փնտրտուք ունենք, ամեն մեկս, թե անձնական, թե ընտանեկան, թե աշխատանքային, թե համայնքային, թե եկեղեցական եւ թե ազգային կյանքում, մենք ուզում ենք մեր կյանքը ավելիով զորանա։ Մեր Տեր Հիսուս այդ գաղտնիքի պատասխանը մեզ տվել է։ Մեր կյանքի բոլոր հանգրվանների դժվարությունները մենք կարող ենք Աստուծո հետ խորհրդակցաբար ստանալ պատասխանները։ Ինչ է ասել Հիսուս։ Ես եկա, որպեսզի կյանք ունենաք եւ այդ կյանքը առատորեն ավելիով ունենաք։ Այս անդրանիկ քարոզի մեջ ես հոգու պարկ ունեմ որդիական երախտագիտությամբ
շնորհակալություն հայտնել նորին Սուրբ Օծություն Տեր Գարեգին II ամենայն հայոց հայրապետին, Սուրբ Էջմիածնի համայն հայության կենտրոնի արժանընտիր գահակալին, որ հաստատեց և նշանակեց ինձ այս թեմի և հայրապետական հեռավոր արևելքի երկրների առաջնորդության և պատվիրակության պաշտոնին։ Ես ուզում եմ հատուկ կերպով շնորհակալություն հայտնել մեր թեմի թեմական խորհրդին, գլխավորությամբ սիրելի պարոն ատենապետ Տիար Սարգիս Տեր-Պետրոսյանի և իր աջակից բոլոր եղբայրների և քույրերի, ովքեր տքնաջան երկար չարչարանքի ընթացք անցան, որպեսզի այս օրհնյալ օրը մենք միասին վայելենք։ Նրանք արժանավոր թեմականներն են այս թեմի, որոնք իսկապես այս ժողովրդի, այս հայության, այս համայնքի և այս եկեղեցու համար պատրաստ են իրենց եսը, իրենց պատիվը, իրենց անձը դնել հանուն Հիսուսի ճշմարիտ նպատակի։ Ես ուզում եմ նաև հատուկ կերպով շնորհակալություն հայտնել առաջնորդանից Սուրբ Հարություն եկեղեցու հոգևոր հովվին և իմ սիրելի հոգևոր եղբորս արժանապատիվ Տեր Ավետիս Քահանա Համբարձումյանին, իր աջակից մյուս մեր սիրելի հոգևոր հովիվներին, որոնց հետ մի մասի հետ երկար տարիներ առաջ ծառայության և նրանց փորձի ճաշակման առիթն ու հնարավորությունն եմ ունեցել և այսօր դարձյալ այդ նույն ծառայության կանչված պիտի միասին ճոխացնենք ու զարդարենք մեր հավատացյալների եկեղեցական կյանքը։ Շնորհակալություն եմ ուզում հայտնել Սուրբ Հարություն եկեղեցու ծխական խորհրդին այսօրվա այս սրբազան պատարագի, նաև մեր այցելության բոլոր հանգրվանների կազմակերպչական գոգիկ ընթացքի համար և ծխական խորհրդի ատենապետ հատկապես Տիար Արաքոփուշյանին, ով ամեն ինչում բծախնդիր կերպով մեզ հետ խոսեց, համաձայնեցրեց հովվի հետ միասին, թե իրենց սրբազանը ինչ է ուզում, որ ավելի ուրախ մնա առաջին օրերին։ Շնորհակալություն նաև իրենց։ Եվ իհարկե շնորհակալություն մեր սիրելի սարգսակներին և դպրաց դասի բոլոր ծառայող սպասավորներին, որոնք խորանի վրա այսօր ինձ հետ միասին աղոթակից եղան և մեր պատարագը ավելի քաղցրացրին և մասնավորաբար մեր երգչախմբի դպրաց դասի անդամներին իրենց ղեկավարով բարեշնորհ Վարդան Սարգսակի առաջնորդությամբ, որ այսօր գեղեցիկ կերպով մեր աղոթքը իրենց երգեցողությամբ առ Աստված բարձրացրին։ Շնորհակալություն եմ ուզում հայտնել բոլոր հավատացյալ զավակներիդ, Աստուծո զավակներիդ, իմ քույրերին և եղբայրներին, որ այսօր աղոթակից էիք ինձ հետ միասին և վկան եղաք, որ առաջնորդական ասան, այլևս որպես ֆիզիկապես ներկա առաջնորդը առա իմ ձեռքերի մեջ ստանձնեցի, որ այդ հոգևոր առաջնորդության ծառայությունը պիտի ունենամ ձեզ հետ միասին խոսել